Իշխանական քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ընդունեց իր հեղինակած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը, որով աջակցություն է հայտնվում Վաշինգտոնյան հռչակագրին։ Հայտարարության համաձայն հայ-ադրբեջանական խաղաղության կայացումը բխում է Հայաստանի կենսական շահերից, անհրաժեշտ են համարում ջանքեր գործադրել հաստատված խաղաղության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում երկու կողմերում էլ կոնֆլիկտը բորբոքող հայտարարություններից և գործողություններից ձեռնպահ մնալով։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չմասնակցեցին, Հայաստան նորակարգը կեղծ է որակում, ընդդիմադիր մյուս պատիվ ունեմ խմբակցությունն էլ պնդում է, թե իշխանական նախագիծը մեջբերեմ ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի նպատակն է մարդկանց ապատեղեկատվության մեջ գցել սին հույսեր տալ։ Չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ՔՊ-ի տեսակետն է և կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի և հավաքական շահերի հետ։ Սա ՔՊ-ի ՔՊ կուսակցության նախագիծն է և չի կարող, մենք այդ քննարկմանը չենք կարող որևէ կերպ մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին այսպես կոչված երկուամսական խաղաղությանը, դրա մասին կետերով անդրադարձել ենք, դա խաղաղության հետ կապ չունի։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը և հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար է ընդհանրապես, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել։ Իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա այդ պահին պիտի լքեն դահլիճը եւ պատրվակ բերեցին քվեարկության համար վարման կարգ վերցնելու, որպեսզի փախնեն եւ այս պահին այստեղ չգտնվեն հայտարարության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ եւ արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերվում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է, որ որևէ կերպ խաղաղության հետ չառնչվի։ Սա ուղղակի սրանից լավ ապացույց ուղղակի չկա։